Հարց առաջին. ով էր այն մարդը, որն ապրեց ամենաերկարը երկրի վրա ըստ Աստվածաշնչի: Տարբերակ առաջին. Ադամը, տարբերակ երկրորդ. Նոյը, տարբերակ երրորդ. Մաթուսաղան, տարբերակ չորրորդ. Ենոքը: Ճիշտ պատասխանն է տարբերակ երրորդը. Մաթուսաղան: Մաթուսաղայի բոլոր օրերը եղան 969 տարի, ու նա մեռավ: Հարց երկրորդ. Ինչ նշան տվեց Աստված Նոյին որպես ուղտ, որ այլևս ջրհեղեղով չի կործանի երկիրը: Տարբերակ առաջին. աղավնի, տարբերակ երկրորդ. ծիածան, տարբերակ երրորդ. աստղ, տարբերակ չորրորդ. ձիթենու ճյուղ: Ճիշտ պատասխանն է տարբերակ երկրորդը. ծիածան: Իմ աղեղը դնում եմ ամպի մեջ, և դա թող ուխտի նշան լինի իմ ու երկրի միջև: Հարց երրորդ. Քանի օր ու գիշեր մնաց Հովնան մարգարեն գետի փորում: Տարբերակ առաջին. 40 օր և 40 գիշեր. Տարբերակ երկրորդ. 7 օր և 7 գիշեր. Տարբերակ երրորդ. 3 օր և 3 գիշեր. Տարբերակ չորրորդ. 1 օր և 1 գիշեր: Ճիշտ պատասխանն է տարբերակ երրորդը. 3 օր և 3 գիշեր: Եվ Հովնանը ձկան փորում մնաց 3 օր ու 3 գիշեր: Որն է Աստվածաշնչի ամենակարճ գլուխը: Տարբերակ առաջին. Սաղմոս 23. Տարբերակ երկրորդ. Սաղմոս 117. Տարբերակ երրորդ. Հովհաննես 11. Տարբերակ չորրորդ. Հայտնություն 22: Ճիշտ պատասխանն է տարբերակ երկրորդը. Սաղմոս 117: Այս սաղմոսն ունի ընդամենը 2 խոսք: Հարց հինգերորդ. ով էր այն մարդը, որին Հիսուսը հարություն տվեց մահից 4 օր հետո: Տարբերակ առաջին. Հայրոսի դուստրը. Տարբերակ երկրորդ. Նայինի որդին. Տարբերակ երրորդ. Ղազարոսը. Տարբերակ չորրորդ. Ստեփանոսը: Ճիշտ պատասխանն է տարբերակ երրորդը. Ղազարոսը: Տեր, արդեն հոտած կլինի, որովհետև 4 օրվա մեռել է:
Հարց 6-րդ. Ինչ էր Մովսեսի եղբոր անունը, որը նրա փոխարեն խոսում էր փարավոնի առաջ։ Տարբերակ առաջին՝ Հեսու, տարբերակ երկրորդ՝ Ահարոն, տարբերակ երրորդ՝ Քաղեբ, տարբերակ չորրորդ՝ Ղևի։ Ճիշտ պատասխանն է տարբերակ երկրորդը՝ Ահարոն։ Չէ՞ որ քո եղբայրը Ղևտացի Ահարոնն է։ Նա քո փոխարեն կխոսի ժողովրդի հետ։ Հարց 7-րդ. Որ քաղաքի պարիսպները փլուզվեցին, երբ իսրայելացիները փողեր հնչեցրին և աղաղակեցին։ Տարբերակ առաջին՝ Բաբելոն, տարբերակ երկրորդ՝ Նինվե, տարբերակ երրորդ՝ Սոդոմ, տարբերակ չորրորդ՝ Երիքով։ Ճիշտ պատասխանն է տարբերակ չորրորդը՝ Երիքով։ Երբ ժողովուրդը լսեց փողի ձայնը, մեծ աղաղակ բարձրացրեց, և պարիսպը հիմնահատակ փլվեց։ Այսօրվա համար այսքանը։ Բաժանորդագրվեք ալիքին հետագա հոլովակները բաց չթողնելու համար։ Մինչ նոր հանդիպում։